Մասնագիտության ընտրության հարցում չսխալվելը թերևս դեռահասների համար ամենապատասխանատու գործն է։ Կողմնորոշվել արագ հույզերի ու տպավորությունների ազդեցությունից ելնելով, թե ծանր ու թեթև անել, տեսնել սիրելի մասնագիտության զարգացումն ապագայում։ Սրանք հաշվարկներ են, որոնց պատանիները շատ հաճախ ուշադրություն չեն դարձնում։ Հայ միասնության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության և Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող կողմնացույց մասնագիտական կողմնորոշման դասընթացներ երիտասարդների համար ծրագիրը հատուկ է ստեղծվել երիտասարդներին աջակցելու համար։ Ծրագիրն ամփոփվում է հաջողության պատմություններով։ Ամքոր բարեգործական հիմնադրամի Հայ միասնության խաչ հասարակական կազմակերպության համագործակցությունը անկեղծ է, ամուր հիմքերի վրա է, արդյունքում օգտվում են երիտասարդներ, որոնց այս կրթությունը, որ մենք տվեցինք այս տարի, անվճար որտեղ պիտի իրենք այդ հնարավորությունը ունենային։ 200-ից ավել երիտասարդ, որոնց 80%-ը գյուղերից են, հետարքիր վիճակագրական փաստ։ Ուրեմն նշանակում է դրա կարիքը կար։ Ճիշտ էր ուսումնասիրված կարիքը, Ամքոր կազմակերպությունը հովանավորեց եւ ծրագիրը իրականացավ փայլուն Հայ միասնության խաչի կառավարման թմի եւ մասնագիտական թմի կողմից։ Գիտելիքը շատ կարեւոր է։ Ինչքան հնարավորություն ունեք գիտելիք ստանալու տարբեր տեղերից, նամանավանդ այսպիսի որակով նվիրված մարդկանցից միշտ վերցրեք։ Վաղը չէ մյուս օրը կզգաք, որ սա եկա, որ կհասկանաք, թե ինչի համար է պետք այն դասընթացը, կամ էլ դասախոսի ասածը, կամ էլ կարդացած գիրքը, կամ ինչ-որ տեսած հետաքրքիր բանը, կամ ձեր ջանքերը, որ դուք արել եք ու ժամանակ եք դրա վրա ինչ-որ մի բանի վրա ծախսել, մասնակցելով ինչ-որ բանի, ձեր այդ ներդրումը մեկը հետ է գալիս։ Ամենադրական արդյունքներն են գրանցել, երիտասարդները կողմնորոշվել են իրենց մասնագիտության ընտրության հարցում, շուրջ 250 երիտասարդ մասնակցել է ծրագրին, իսկ 730-ից ավելին իրազեկվել է, որ Արմավիրի մարզում գործում է նման ծրագիր։ Անիմացիա, թվային մարքեթինգ, արհեստական բանականություն, բիզնես դասընթաց։ Մասնագիտական հմտությունների բացահայտումն այստեղ հարյուրավոր երիտասարդների է բերել։ Շատերը նույնիսկ հասցրել են նախընտրելի մասնագիտություններից հրաժարվել եւ ընտրել նորը։ Նախնական մասնագիտություն ունեի որոշած, բայց այստեղ մասնակցելուց հետո փոխել եմ մասնագիտությունս, անիմացիայի ոլորտում եմ շարունակելու։ Մինչ այդ ինչ եք ուզում դառնալ։ Ծրագրավորող։ 9 ամիս տևած ծրագրից Անգելինա Սահակյանը փորձել է առավելագույնը ստանալ։ Միաժամանակ մասնակցել է մի քանի դասընթացի։ Ես ընտրել էի մասնագիտություն որպես մարքեթինգը, ու այս ինձ հնարավորություն տվեց, որ կարողանամ իմ այդ մարքեթինգի ոլորտը ուսումնասիրել շատ լավ ու հասնել շատ լավ արդյունքների, բացի դա նաև բիզնեսի դասընթացներից կարողացա ունենալ իմ բիզնես էջը ու արդեն հետագայում կակտիվացնեմ դա ու կունենամ իմ փոքր բիզնեսը on-line shop-ը։ Անիմացիան ինձ իրականում դուր էր գալիս, փորձեցի այդ էլ ուսումնասիրեմ, շատ բաներ սովորեցի, հայրենասիրական անիմացիա ունեցա վերջում ու բացի դա նաև արհեստական բանականության դասերին եմ մասնակցել, որը օգնում է արդեն առօրյայում տարբեր գործեր, որոնք կապված են համացանցի հետ, ավելի հեշտացնել ու ավելի արագացնել։ Միջ անիմացիայի դասընթացներին հաճախելը կարծում եմ, որ ապագա մասնագիտությունս կլինի ծրագրավորումը, բայց հիմա կարծում եմ, որ նաև կարող եմ համատեղել անիմացիան ծրագրավորման հետ ու ապագա մասնագիտությունս անիմատոր ծրագրավորող։ Քանի որ ինձ շատ էր դուր գալիս կերպարներին ոնց որ գծելը, դիզայներավորելը ու հետաքրքիր էր անցնում այդ ընթացքը ու հետո կերպարների անիմացնելուց հետո ավելի սկսեց դուրս գալ անիմացիան ու այդպես մտածեցի, որ անիմատորը ապագա մասնագիտությունս կարող է լինել։ Միլենա Մելքոնյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առաջին կուրսի ուսանող է։ Տարիներ շարունակ պլանավորած բիզնես գաղափարն այս ծրագրի շրջանակում փորձում է կյանքի կոչել, հայկական դասական հագուստի բրենդ է հիմնելու։ Մասնագիտական կողմնորոշման հարցում դեռ փոքրուց հստակ է եղել եւ երբ տեսա կա բիզնես դասընթաց, շտապելով գրանցվեցի, քանի որ չէի կարող բաց թողնել նման հնարավորությունը եւ հստակ կասեմ, որ չեմ սխալվել այդ հարցում։ Բիզնես դասընթացը ինձ շատ մեծ հնարավորություն տվեց, թե ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ, հատկապես ընկեր Արփինեի հետ, շատ ուրախ եմ, որ իր հետ եմ ծանոթացել։
ու առիթի եղել է հենց իր շնորհիվ շատ գիտելիքներ ձեռք բերել։ Իրականում նման նախագծերը շատ արդյունավետ են ու շատ կարևոր։ Մեր շրջանում ճիշտ նշեցիք, մենք որպես երիտասարդներ չունենք հնարավորություն որոշակիորեն մեր ընտանիքի երազանքներն իրականացնելու համար էինք ընտրում մասնագիտություններ կամ մաթեմատիկին վերցրած ինչ-որ թղթերի հիմունքներից ելնելով։ Հիմա սրանք շատ են օգնում երիտասարդներին հասկանալ իրական իրենց ուժեղ կողմերը, հնարավորությունները, հասկանալ, որ մասնագիտության մեջ առավել լավ կարող են ռեալիզացվել ու մինչև բուհական կրթություն ստանալը հասկանալ, որ տարբերակներով ոչ ֆորմալ տարբերակով ուսումնասիրել մասնագիտություններ, ուղղվածություն ընտրեն, նոր շարունակեն հստակ այդ ուղղվածությամբ։ Ժամանակի տեսանկյունից բավականին արդյունավետ կլինի, չեն կորցնի տարիներ, հետո նոր երկրորդ մասնագիտության մասին մտածեն։ Արդիական մասնագիտությունների ընտրությունը պատահական չէ, ծրագրի պատասխանատուները հաշվի են առել ժամանակի մարտահրավերները։ Ծրագրի ավարտին շահառուներին հանձնվել են վկայականներ։ Տրվում է Մանե Գալստյանին, Սուսաննա Խաչատրյան։ Մենք հետևողական ենք, որ ստանան վկայականներ այն մարդիկ, ովքեր իրոք անում են առավելագույնը, ովքեր իրոք պայքարում են իրենց գիտելիքի համար, եւ եթե այստեղ լիներ միտեղ, որտեղ ուղղակի տրվում են վկայականներ, ծրագիրը ավարտելու եւ մեծ թվեր ցույց տալու համար, մենք այդքան ուրախ չենք լինի։ Երիտասարդական ծրագիրը կշարունակվի նաև 2026-ին։ Շնորհակալագիր տրվում է Նարինե Մելքոնյանին կողմնացույց մասնագիտական կողմնորոշման դասընթացների երիտասարդների համար ծրագրի շրջանակներում ցուցաբերած հոգատարության, նվիրվածության, մասնակիցներին ոգեշնչելու եւ մասնագիտական գիտելիքներ փոխանցելու համար։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Բեն Անտոնյան, Արմանլուր։